Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գաղտնի հանդիպում է ունեցել երկրի նախկին առաջնորդ Նիկոլա Սարկոզիի հետ վերջինիս բանտարկությունից անմիջապես առաջ։ Ըստ Le Figaro-ի հանդիպումը տեղի է ունեցել Ելիզեյան պալատում եւ տևել է ավելի քան 1 ժամ, սակայն այն պաշտոնական չի հրապարակվել։ Մակրոնը ըստ խուսափել է բացահայտ մեկնաբանություններից, սակայն կասկած է հայտնել Սարկոզիի նկատմամբ անմիջապես պատժի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ։ Ֆրանսիայի առաջնորդը նշել է, որ գործող նախագահները օգտվում են պաշտոնական անձեռնմխելիությունից, մինչդեռ նախկին ղեկավարները նման իրավունք չունեն։ Այս դիտարկումը ըստ վերլուծաբանների արտացոլում է Մակրոնի մտահոգությունը այն նախադեպի շուրջ, երբ երկրի նախկին նախագահին բանտարկում են առանց դատավճռի վերաքննության։ Փարիզի դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել իր նախընտրական քարոզարշավի Լիբիայից ստացված անօրինական ֆինանսավորման գործով։ Նրան դատապարտել են 5 տարվա ազատազրկման, որից մի մասը իրական կալանքին։ Սարկոզին բանտ է մեկնելու հոկտեմբերի 21-ին դառնալով Ֆրանսիայի պատմության մեջ առաջին նախկին նախագահներից մեկը, ով իրականում կկրի իր պատիժը։ Ռուսաստանում դատարանը 15 և 14 տարվա ազատազրկման է դատապարտել Անատոլի Կապրալովին և Գենադի Բլինովին պետական դավաճանության մեղադրանքով ըստ Ռուսաստանի գլխավոր դատախազության նրանք համագործակցել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության հետ և մասնակցել ռուսական ռազմաբազաների դեմ հարձակումների նախապատրաստմանը։ Քննության տվյալներով Կապրալովն ու Բլինովը իրենց ուկրաինացի համակարգողի վերահսկողությամբ իրականացրել են ֆինանսական գործարքներ և գնել SIM քարտեր, որոնք հետագայում ուղարկվել են Ուկրաինա և օգտագործվել անօդաչուների մեջ։ Դրանք մասնակցել են 2023 թվականի օգոստոսին Նովգորոդի մարզի Սոլցի 2 ավիաբազայի և Կալուգայի Շայկովկա ռազմական օդանավակայանի վրա իրականացված հարձակումներին։ Բացի այդ, Կապրալովը ըստ մեղադրանքի փոխանցել է $676,000 Ռուսաստանում գործող Ուկրաինայի կողմնակիցների ֆինանսավորման համար։ Նույն դատարանը ավելի վաղ 26-ից 28 տարվա ազատազրկման էր դատապարտել էլիտար դիվերսիոն խմբի մի քանի անդամների Շայկովկա և այլ ռազմավարական օբյեկտների դեմ հարձակումների գործով։ Դատախազությունը հայտարարել է, որ այս վճիռները ցույց են տալիս Մոսկվան կոշտացնելու է հակազդումը երկրի ներսում իրականացվող լրտեսական և դիվերսիոն գործունեության հանդեպ, հայտնում է Lenta.ru-ն։ Ամերիկյան դիվանագիտական ջանքերը նոր թափ են ստացել Գազայում 1 շաբաթյա հրադադարը փրկելու համար։ ԱՄՆ ներկայացուցիչները Ջարեդ Քուշները և Սթիվեն Ուիթկովը հանդիպել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, փորձելով վերահաստատել նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված զինադադարի ծրագիրը, որը խախտվեց Կիրակի պաղեստինյան հարձակման և իսրայելական պատասխան հարվածների հետևանքով։ Նոր բախումները, որոնք հանգեցրին առնվազն 30 զոհի, վտանգեցին հրադադարի առաջին փուլը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ փոխնախագահ JD Vance-ը պատրաստվում է այցելել Իսրայել ուժեղացնելու Վաշինգտոնի ճնշումը երկու կողմերի վրա։ Եգիպտոսում նախատեսված են բանակցություններ նաև Համասի պատվիրակության հետ քննարկելու զինադադարի հաջորդ ավելի բարդ փուլը, որը ներառում է Գազայի կառավարման տեխնոկրատական մարմնի ձևավորում առանց Համասի մասնակցության։ Սակայն շարժումն արդեն հայտարարել է, որ մերժում է ցանկացած արտասահմանյան վարչակարգ և չի հրաժարվի զենքից։ Իսրայելն ու Համասը պաշտոնապես շարունակում են հավատարիմ մնալ հրադադարի պայմանավորվածությանը, թեև միմյանց են մեղադրում խախտումների համար։ Թել Ավիվը շեշտում է, որ Համասը պետք է ամբողջությամբ զինաթափվի, մինչդեռ Գազայի բնակիչները ահաբեկված են նոր բռնությունների վախից։ Թվում էր, թե զինադադարը փլուզվեց, մարդիկ խելագարված գնում էին սնունդ, իսկ գները բարձրացան, ասել է Գազայի գործարար Աբու Աբդալլահը, բնութագրելով ստեղծված փխրուն և անորոշ իրավիճակը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը փաստացի պատվել է Եվրոպայում լիովին զիջելով տարածաշրջանը Միացյալ Նահանգներին։ Նրա խոսքով ԱՄՆ-ն կարողացել է դուրս մղել ռուսական գազը եվրոպական շուկայից և վերահսկել էներգետիկ ուղղությունը։ Ամերիկացիները միևնույն է ամբողջությամբ կհեռացնեն ռուսական գազը Եվրոպայից։ Պետք է հասկանալ, անկախ ցանկացած պայմանավորվածություններից, Ռուսաստանը Եվրոպան արդեն պարտվել է ամերիկացիներին, ասել է Զելենսկին, հավելելով, որ Ուկրաինան այս գործընթացում կարևոր դեր է խաղացել, օգնելով Վաշինգտոնին հասնել այդ նպատակին։ Նա նաև նշել է, որ ամերիկյան էներգետիկ ընկերությունները նախատեսում են մուտք գործել Ուկրաինայի շուկա։ Ավելի վաղ Զելենսկին հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի թիմը պահանջել է հստակեցնել Դոնբասի կարգավիճակը, ընդգծելով, որ այդ տարածքը ըստ Ռուսաստանի սահմանադրության համարվում է Ռուսաստանի մաս, հայտնում է Lenta.ru-ն։